Շատ ծանրաբեռնված է դատարանը, դիմումների քանակը մեծ է, նյութը ահռելի է, շատ մեծ ծանրաբեռնվածությամբ աշխատում են դիմող կողմերն էլ դատարանը։ Պարոն Զեյնալյան, առաջին օրը Արամ Օրբելյանը միջնորդություն ներկայացրեց, որ բոլոր 9 դատավորները մասնակցեն դատաքննությանը եւ կիսեն որոշման ողջ պատասխանատվությունը։ Դուք այս կարծիքի հետ համաձայն եք։ Ես կառաջնորդեմ բացառապես սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշմամբ եւ դրա սահմաններում կմնամ։ Եվ նախագահը պարոն Դիլանյանը ասաց, որ շատ դժվարությամբ են բաժանվել գործընկերներից, արդյոք ավելի ծանրաբեռնված չի լինելու դատարանը 7 դատավորով քննություն իրականացնել։ Անշուշտ ավելի ծանրաբեռնված կլինի, իհարկե ավելի ծանրաբեռնված կլինի։ Եվ պարոն Զեյնալյան, երեք Տիկի Սաֆարյանի հարցից հետո դիմողները հայտարարեցին, որ բարձր դատարանում քաղաքական հայտարարություններ հնչեցին, դուք ինչ կարծիք ունեք, դուք լսել եք, հետևել եք։ Այո, լսել եմ, հետևել եմ, առցանց մշտապես հետևում եմ, ուղիղ հետևում եմ։ Կարծում եմ սահմանադրական դատարանի նախագահը լուծեց խնդիրը։ Բայց ձեր գնահատականը ինչպիսին է, քաղաքական կորակեք այդ հայտարարությունները, երբ որ փորձում են նաև Ռուսաստանի Դաշնության ազդեցություն բերել ընտրությունների վրա, հիշում եք ԱՄՆ-ում Թրամփն էր երբեմն մեղադրում, թե Ռուսաստանը էականորեն ազդել է Ամերիկայում այս կամ այն ընտրությունների արդյունքների վրա, հիմա ՍԴ-ում են նման հայտարարություններ հնչում։ Ընտրական գործընթացը իրավական լինելու զատ, նաև քաղաքական է, կամ նույնիսկ հակառակը քաղաքական լինելու զատ, նաև իրավական է, եւ այդպիսի պնդումներ կամ հարցապնդումներ կարող են լինել սահմանադրական դատարանում։ Պարոն Զեյնալյան, Տիկին Գալյանին հարցրեցի, ձեզանից էլ է հետաքրքիր իմանալ ձեր կարծիքը։ Սահմանադրական դատարանը դեռևս որոշում չի կայացրել, ամսի 4-ին է նախնական հայտարարության կայացնելու, բայց արդեն իշխող կուսակցությունը խորհրդարան է ձևավորում, խոսվում է նաև կառավարություն ձևավորելու մասին։ Դա ճիշտ է, թե պետք է սպասային դատարանը ինչ որոշում կայացնի։ Գուցե դատարան օրինակ որոշում է, որ պետք է նորից ընտրություններ անցկացվեն։ Քաղաքական կազմակերպությունները, կուսակցությունները իրենք են որոշում ինչպես վարվել, իրավական մարմինը ինքը իր գործառույթներն ունի եւ իր օրակարգն ունի։ Բայց ինչ գնահատական դեպք նորմալ է դա։ Դա իրենց խնդիրն է, իրենց իրավունքն է։ Իրենք իրավունք ունեն։ Ազատ են։ Նույն հաջողության պնդիմություն էլ կարող է այդպես, հա, իրենք կառավարություն ձևավորել, խորհրդարան ձևավորել։ Այո, կարող են, ազատ են։